Ուզում եմ մի հատ վարժություն իրար հետ անենք։ Ուզում եմ սկսենք իրար հետ այսօր այս վարժությամբ երազենք 10 վայրկյան ուղակի։ Պատկերացնենք, աչքերը մեր փակենք ու պատկերացնենք մի Հայաստան, որտեղ ամեն օր չես լսում հայերի իրար հանդեպ ունեցած հակասությունների մասին։ Մի Հայաստան, որտեղ մոռացել են պատերազմների մասին։ Մի Հայաստան, որտեղ մեր հասարակությունը անկախ քաղաքական հայացքներից համերաշխ է, որտեղ հաղթահարել են աղքատությունը, որ մարդը իր աշխատանքով կարողանում է արժանապատիվ ապահովել իր ընտանիքը։ Այդ Հայաստանին հասնելու համար մենք մի բան պետք է անենք։ Խոստանում եմ, միավորվում ենք, աշխատում ենք այս տարի եւ դուռ ենք բացում դեպի այդ Հայաստան։ 6 ամիս առաջ հայտարարվեց մեր շարժման սկզբի մասին, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Այս ժամանակահատվածում մեզ միացել է 15,000 կամավոր այսօրվա դրությամբ։ Ես կարող եմ հաստատ հայտարարել, որ շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է, եւ մենք կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով մենք մեր հասարակությունում կշրջենք հասարակության մեջ պարտությունների անիվը։ Ներողություն եմ ուզում խնդրել կամավորներին, այն միացած կամավորներին, ում հետ դեռ կապ չեն կարողացել հաստատել, որովհետև շատ են դիմողները, հարյուրավոր մարդիկ ամեն օր դիմում են, անպայման կապ կհաստատվի եւ աշխատանքը իրար հետ կշարունակենք։ Նաև կուզենայի մի շատ կարևոր բանի մասին խոսեի, որ ինչի համար են այս մարդիկ մեզ միանում։ Մեր երկիրը մեծ ներուժ ունեցող երկիր է։ Հայ ժողովուրդը տարածաշրջանի ամենագործունյա ազգն է։ Տարածաշրջանի ամենալավ ձեռներեցները, ամենագործունյա մարդիկ մեր ազգի ներկայացուցիչներն են։ Եվ չի կարող մեր ժողովուրդը ունենալ 20% գործազրկություն, 20% աղքատություն։ Չի կարող մեր երկրում ամեն 5-րդը լինել աղքատ։ Մենք մեծ ներուժ ունենք, բայց այդ ներուժը լավ չենք օգտագործում։ Ոնց եք կարծում, ամեն 5-րդը Հայաստանում ապրում է 61,000 դրամից ցածր գումարով ամսական։ Մենք ունենք մարզ, որտեղ բնակչության համարյա կեսը ապրում է ամսական 64,000 դրամից քիչ եկամուտով։ Շիրակի մարզը։ Այս խնդիրները թողած մեր կառավարությունը զբաղվում է լրիվ ուրիշ հարցերով, որոնք կապ չունեն աղքատության հաղթահարման հետ, որոնք կապ չունեն երկրի զարգացման հետ։ Աղքատությունը կարա հաղթահարի մարդ, ով լավ է պատկերացնում տնտեսությունը, ով հաջողել է տնտեսության մեջ։ Հայ ազգը ունի այդպիսի զավակներ, ովքեր տնտեսության մեջ հաջողել են, ովքեր կկարողանան նաև մեր հասարակության մեջ լուծել աղքատության հարցը։ Շատերդ կասեք, աղքատությունը ժառանգվել է, մեր երկիրը ոնց որ ժառանգել է այդ աղքատությունը 90-ականների բարդ դրությունից։ Հնարավոր է, բայց մի բան եկեք հաշվի առնենք։ Հարևան Վրաստանը եւ մենք 2018 թվականին ունեինք նույն աղքատության մակարդակ։ Վրաստանում հարևան ամեն 5-րդ մարդը աղքատ էր։ 7 տարի առաջ։ Հիմա Վրաստանը 7 տարվա ընթացքում վրացական կառավարությունը 2 անգամ քչացրել է աղքատների քանակը։ Աղքատությունը 2 անգամ նվազել է այդ երկրում։ Հայաստանում գիտեք ինչքան է նվազել 7 տարվա ընթացքում պետական պարտքի կրկնապատիկ ավելացման պայմաններում 2% էլ չի հասնում։ Վրացիք մեր պես ազգ են 2 անգամ ավելի քիչ աղքատություն ունեն։ Այստեղ հիմնական գաղտնիքը կառավարողներն են։ Երբ մենք ասում ենք չկա տնտեսական հենք ձեր քաղաքականության մեջ, դուք տնտեսությունից չեք հասկանում, նրանք զարմանում են, բերում են 100 հատ արգումենտներ, բայց այդ արգումենտների մեջ չկա տնտեսագիտական արգումենտ, որովհետև ռեալ չեն հասկանում այդ մարդիկ, չունեն այդ փորձը, ուրիշ ճանապարհ են անցել։
Եվ մեր մարտահրավերների առաջ իրենք չեն կարող լուծել մեր մարտահրավերները։ Մեր մարտահրավերը տնտեսական մարտահրավեր է այս պահին։ Մեր բանակը կախված է մեր տնտեսությունից։ Բանակը ուժեղ պետք է լինի այն պարագայում, երբ որ շատ հարկեր գնա բյուջե եւ կարողանանք ճիշտ զինվենք ու պաշտպանենք մեր խաղաղությունը։ Դիվանագիտությունը ուժեղ կլինի, երբ որ ունենանք լավ տնտեսություն եւ կարեւոր լինենք մեր հարևանների համար։ Այս ամենը չանելով մենք մնում ենք տարածաշրջանի չեմ ուզում մեր տրամադրությունը ուրիշ տեղ տանեմ, բայց ամենաթույլ երկիրն ենք այս պահին տարածաշրջանում։ Ամենաթույլը, բայց ամենագործունյա ազգով։ Պետք է ուժեղ ղեկավար, ուժեղ, բայց մեր այսօրվա ընկերների պատկերացրած ուժեղը չէ։ Ուժեղը գոռացողը չի։ Ուժեղը աղմկողը չի։ Մարդկանց վրա վիրավորողը չի ուժեղը։ Ուժեղը այն մարդն է, ում իշխանության ժամանակ ոչ մեկ չի համարձակվում ոդ դնել քո երկիր։ Մեր էպոսի մեջ մաս կա, ասում է առյուծ մերը, զարմով դյութազուն 40 տարի իշխում էր Սասուն։ Իշխում էր ահեղ եւ նրա օրոք հավքն էլ չէր անցնում սասմասարերով։ Այսինքն հավքը չի անցել։ Դա նշանակում է, որ ուժեղ ղեկավարի պարագայում խաղաղությունը երաշխավորված է, ղեկավարն է խաղաղության երաշխավորը։ Թույլ ղեկավարը բերում է մեզ պատերազմներ, որը մենք տեսել ենք 3 պատերազմ 7 տարում։ Մեր ղեկավարը երկրի դրսում խելոք է, ինչ ասում են իր հիմնական կրեդոն, ասեք անենքն է դրսից։ Ով դրսից ինչ ասում է, ասեք անենք, անում է գալիս։ Ու մի քիչ պարզեցնում եմ, բայց մեծ առումով դա է։ Իսկ ներսում ուժեղ ձևացնում է, թե ուժեղ է եւ բանտարկում է իր ընդդիմախոսներին։ Իսկական ղեկավարը դա նա է, ով դրսում ուժեղ է, դրսում քեզ պաշտպանում է, ինչ ասում են, հակառակն է ասում եւ բերում է դրան, որ համաձայնվեն իրար հետ առանց կոնֆլիկտի։ Իսկ ներսում մեծահոգի է իր ընդդիմության հետ։ Այդպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում գիտեք ինչ։ Շատ կարևոր է, որ նաև մեր երկրում մենք կարողանանք հաղթահարենք մի խնդիր, որը բոլորս տեսնում ենք ամենօրյա մեր կյանքի շփումների մեջ։ Դա մասնատումն է։ Հայացքների մասնատումը։ Մենք բոլոր գյուղերը, որ գնացել ենք, բոլոր քաղաքները, մարդիկ մասնատված են, ասում են, սա իշխանական է, այս մարդը ընդդիմադիր է, այս մարդը ոչ մեկի չի ուզում շփվի ընդհանրապես։ Սա մասնատում է։ Ինչպես կարող է 3 միլիոն ազգը մասնատվի այսքան մասերի ու կարողանա հաղթանակ ունենա ամենափոքր ժողովուրդը տարածաշրջանի։ Եթե մենք փոքր լինելով մասնատվում ենք, ինչպես ենք հաղթելու։ Մեզ պետք է համախմբող, մեզ պետք է մեծահոգի համախմբող։ Շատ կարևոր բան է, մեծահոգի մարդ, ով իր ընդդիմախոսների հանդեպ կլինի ներողամիտ։ Կարևոր բան եմ ուզում բոլորիս ասեմ։ Մեր երկրի բոլոր ղեկավարները, որոնց նախորդ են կոչում, նախկին են կոչում, եւ այս ղեկավարը մի ընդհանուր խնդիր ունեն։ Հասարակությունում կա մաս, որ չի ընդունում մի նախագահին, երկրորդ նախագահին, երրորդ նախագահին եւ ընդունում է մյուսին։ Կա մաս, որ չի ընդունում այսօրվա ղեկավարին, ընդունում է նախագահներից մեկին։ Մեր հասարակությունը բաժանված է։ Ամեն հասարակության հատված ունի իր համար հետաքրքիր, իմ համար համակրելի քաղաքական գործիչ, բայց բոլորով իրար հետ ոչ մեկի հետ համաձայն չեն, որովհետև ոչ մեկի մեջ չեն տեսնում իրենց համախմբող ուժը։ Որպեսզի մեր երկիրը համախմբվի, որպեսզի մեր ազգը համախմբվի, մեզ պետք է Հայաստան ունենա նոր ղեկավար, ամենայն հարգանքով Հայաստանի բոլոր նախագահների հանդեպ։ Իրենք արել են աշխատանք
մենք ամենայն հարգանքով ենք վերաբերում, բայց ապագա Հայաստանում իրենց ժամանակը էլ չէ։ Նոր առաջնորդների ժամանակն է։ Գիտեմ, շատերին դուր կգա, շատերին դուր չի գա, բայց մենք չենք կարող համախմբել մեր ժողովրդին, ունենալով այն քաղաքական ազգանունները ապագայում երկիրը ղեկավարի այսօր եղած, մինչև այսօր եղած երկրի 4 առաջնորդներից մեկը յուրաքանչյուրը եթե ղեկավարի, մենք չենք կարող ունենալ միասնական հասարակություն, որովհետև հասարակության մի մասը դեմ է մեկին, մյուս մասը մյուսին, մեզ պետք է նոր առաջնորդ, ով չունի հասարակության մոտ բացասական վերաբերմունք եւ ով ներողամիտ կլինի անգամ այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչների հանդեպ, որպեսզի փոխենք այս ատելության անիվը։ Գիտեմ հիմա այս ասելուց հետո ել եմ կրկնում, շատերի մոտ մեր ընդդիմադիր դաշտում հակադրություններ կլինեն, բայց մենք տեսնում ենք այդ ճանապարհը եւ այդ ճանապարհն է միակ ճիշտ ճանապարհը։ Նոր առաջնորդ Հայաստանի համար։ Շնորհակալ եմ շատ։ Իմ խոսքի սկզբում ես ասում էի, որ եկեք փակենք մեր աչքերը եւ երազենք։ Հիմա ուզում եմ խնդրենք, որ բաց պահենք մեր աչքերը, աշխատենք գյուղերում, քաղաքներում, պատմենք մարդկանց իրականությունը, միավորենք մարդկանց, այս տարի պետք է աշխատենք մենք, որպեսզի հասնենք այն նպատակին, որի մասին խոսացել ենք, որը բոլորս ենք վստահ եմ ուզում։ Շնորհակալ եմ։